Ավրորա մրցանակաբաշխության շրջանակներում անցկացվեց միջազգային ֆորում քննարկումներ, այն կոչվում էր Ավրորա դիալոգ։ Այդ ֆորումի լրագրության քննարկումը վարում էր հանրահայտ ամերիկացի լրագրող ABC ամերիկյան առաջատար հեռուստաալիքի Nightline գիշերային լրատվական հաղորդման հեղինակ Թեդ Քափլը։ Թեդ Քափլը սկսել է իր լրագրողական կարիերան Վիետնամի պատերազմից, լուսաբանելով պատերազմական իրադարձությունները պատերազմի դաշտից։ Նա հարցազրույցներ է վարել աշխարհի գրեթե բոլոր հայտնի ղեկավարների հետ, ուղիղ եթերում լուսաբանել է օրինակ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձը, վարել է բանավեճ ամերիկացի նախագահական թեկնածուների միջև, օրինակ Ջորջ Բուշ ավագի և Մայքլ Դուկակիսի միջև, բացառիկ հարցազրույց է վարել Բիլ Քլինտոնի և նրա կնոջ Հիլարի Քլինտոնի հետ, երբ Բիլ Քլինտոնը ջախջախիչ հաղթանակ էր տարել Ջորջ Բուշ ավագի նկատմամբ։ Թեդ Քափլը լուսաբանել է Խորհրդային Միության փլուզումը, ամերիկացի լրագրողը բարեկամական հարաբերությունների մեջ էր Հենրի Քիսինջերի հետ, հայտնի ամերիկյան պետքարտուղարը, որին Քափլը հաճախ էր հրավիրում իր հաղորդումներին։ Հանրահայտ ամերիկացի լրագրողը սիրով համաձայնեց խոսել մրցանակաբաշխության և ընդհանրապես հայոց ցեղասպանության մասին կիրակնօրյա վերլուծականին տրված բացառիկ հարցազրույցում։ So, thank you very much for coming to this interview and thank you for agreeing to talk to us. Շնորհակալություն հարցազրույցի համար, իմ հարցը ձեզ ինչու եք եկել, ինչ է նշանակում այս Ավրորա մրցանակաբաշխությունը ձեզ համար։ I must tell you I am here out of friendship for one man and that is Vartan Grigoryan. Պետք է ասեմ, որ այստեղ եմ իմ ընկերոջ Վարդան Գրիգորյանի շնորհիվ, ով այս միջոցառման կազմակերպիչներից է։ Եվ երբ Վարդանն ասաց, թե կարող եք շաբաթավերջին Հայաստան գալ, իմ պատասխանն էր՝ իհարկե։ Բայց ես նաև կարծում եմ, որ սա չափազանց կարևոր խնդիր է ոչ միայն հայ ժողովրդի հետ կատարվածի առումով, այլ որովհետև պատմությունը շարունակում է կրկնվել։ Ցավոք, մարդկությունը անցած 100 տարվա ընթացքում ականատես է եղել այնքան շատ ցեղասպանությունների։ Եվ այդ առումով շատ կարևոր է բարձրաձայնել այդ մասին և մասնակցել այս թեմայով քննարկումներին։ So I think it's important to bear witness and to be part of the conversation. Բացի այդ, սա շատ հետաքրքիր նախագիծ է, այնպես չէ, այն չի սահմանափակում միայն հայոց ցեղասպանության, այլ ավելի ընդգրկուն է։ And I think those who have endured this kind of tragedy in their national life. Ճիշտ այդպես, կարծում եմ այն ազգերը, որոնք անցել են դրա միջով, հրեաները, հայերը, մյուսները, ընկալում են, որ դա իր հետ բերում է պատասխանատվություն, ոչ միայն կոնկրետ իրենց հետ տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու, այլ անմարդկային վերաբերմունքի արժանացող բոլոր տառապող ժողովուրդների առումով։ And Ted, one question about calling it genocide or not calling. Very often you see in American newspapers alleged genocide. Yes. Ted, մեկ հարց տեղի ունեցածը ցեղասպանություն անվանելու կամ դրանից խուսափելու վերաբերյալ։ Որքան հաճախ ենք տեսնում ամերիկյան թերթերում այսպես կոչված ցեղասպանություն կամ կոտորածներ եզրույթները։ Չնայած հայկական սփյուռքի ամենամյա ջանքերին ԱՄՆ-ի նախագահը ամեն տարի իր ապրիլ 24-յան ուղերձում որևէ այլ ձևակերպում է օգտագործում։ Իրականում նույնիսկ գուցե ավելի կոշտ ձևակերպումներ է հնչեցել, քան բուն ցեղասպանություն բառը, բայց ամեն դեպքում նա այդ բառը չի օգտագործում։ Որպես լրագրող, որպես մարդ, ով պայքարում է մարդու իրավունքների համար, ում համար մարդու իրավունքները կարևոր են, ինչ կարող եք ասել այս մասին։ As a journalist, I understand why it happens. There are always national interests involved. Որպես լրագրող ես հասկանում եմ, թե ինչու է դա տեղի ունենում։ Այստեղ գործ ունենք ազգային շահի հետ։ Թուրքիան շատ կարևոր դաշնակից է Միացյալ Նահանգների համար, ՆԱՏՕ-ի անդամ է։ Կան նաև այլ շահագրգիռ կողմեր եւ թուրքերը չափազանց նախանձախնդիր են իրենց պնդումներում, որ ցեղասպանություն չի եղել։ Որպես մարդ ես խորհուրդ կտայի իմ թուրք ընկերներին օրինակ վերցնել Գերմանիայից։ And I think Germany has been much more upfront.
Ես կարծում եմ, որ գերմանացիները շատ ազնիվ գտնվեցին, ընդունելով 1930-40-ականներին տեղի ունեցածը, եւ դա հանգեցրեց նրանց մի զարմանալի իրավիճակի, որին մեզ բախտ է վիճակվել ականատես լինել, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է գալիս որպես մարդասիրական ջանքերի համաշխարհային առաջնորդ, սիրիացի, լիբանանցի եւ Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներից եկած փախստականներին օգնելու հարցում։ Ես կարծում եմ, դա տեղի ունեցավ հրեաների եւ շատ ուրիշների դեմ երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եւ այդ ընթացքում իրականացված ցեղասպանության մեջ Գերմանիայի ունեցած դերի պատճառով։ In the genocide against the Jewish people and so many others before and during the World War. And Ted, another question maybe unrelated to this, but again, it's very important. Ted, մեկ այլ հարց, որը թերևս կապ չունի այս ամենի հետ, բայց շատ կարևոր է։ Քո կարիերայի ընթացքում դու լուսաբանել ես Ռուսաստանը եւ Սովետական Միությունը։ Ես հիշում եմ քո հեռարձակումները, չափազանց հետաքրքրաշարժ ռեպորտաժները։ Ինչ կարծիք ես այսօրվա Ռուսաստանի մասին։ Քեզ չի թվում, որ մենք վերադարձել ենք սառը պատերազմյան իրավիճակին։ I think we have to be realistic that if we look at this not just from the Western point of view but also from the Russian point of view, the expansion Կարծում եմ պետք է իրատես լինենք։ Եթե մենք զարգացումները դիտարկենք ոչ միայն Արևմուտքի, այլ նաև Ռուսաստանի տեսակետից, ակնհայտ է դառնում, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը Ռուսաստանի իշխանություններին նյարդայնացնում է։ Դա անհանգստությունների տեղիք է տալիս եւ կարծում եմ նրանց կարելի է հասկանալ։ Արդյոք դա նշանակում է, որ ես արդարացնում եմ Ռուսաստանի պատասխան քայլերն ու արձագանքը։ Իհարկե ոչ։ Բայց ես կարծում եմ կարևոր է զարգացումները դիտարկել ամբողջական ենթատեքստում։ Ողբերգական կլինի, եթե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը իրենց թույլ տան կրկին մտնել այնպիսի անարդյունավետ, ավելին վտանգավոր հարաբերությունների մեջ, որ կար 50-ական, 60-ական, 70-ական, 80-ական թվականներին։ Մենք այնքան ճանապարհ ենք անցել, շատ տխուր կլինի, եթե կրկին վերադառնանք սառը պատերազմին։ We have come so far. It would be very sad if we allowed ourselves to be drawn back into a Cold War. And you see that Russia is now so aggressive. Ռուսաստանը հիմա շատ ագրեսիվ է իր հարևանների, օրինակ Ուկրաինայի նկատմամբ հարձակումներ Ուկրաինայի վրա, այն պատճառով, որ այն ուզում է մոտ լինել Եվրոպական միությանը, եւ նրանք դերակատարություն ունեն նաեւ այստեղ, այս տարածաշրջանում, որտեղ երկու երկրները Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտություն ունեն։ Ռուսաստանը ժամանակակից պարազինություն է վաճառում Ադրբեջանին, իսկ Հայաստանին հին զենքեր է վաճառում։ Ինչ կասեք այս մասին։ Again, I think it is tragic because it will lead inevitably not necessarily to a direct war between the United States and the Soviet Union. Frankly, I don't see. Կրկին կասեմ, որ դա ողբերգական է, քանի որ դա ոչ թե ուղղակի պատերազմի կհանգեցնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև, քանի որ անկեղծորեն ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի մեջ կմտնեն նախկին հանրապետությունների համար, որոնց Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել իր ազդեցության գոտի, բայց դա հաստատապես ավելի վտանգավոր աշխարհ կստեղծի։ Արդյոք ես հասկանում եմ Հայաստանի կամ Ուկրաինայի դիրքորոշումը, թե ինչու է սա մեծ ցավի եւ անհանգստության առիթ։ Իհարկե այո, հասկանում եմ, բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է թույլ տանք, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ուղղակի հակամարտության մեջ մտնեն։ Ես հույս ունեմ, որ երկու կողմերն էլ ավելի տրամաբանորեն կգործեն այս հարցում շատ առաջ չգնալու համար։ And I wish that both sides could be a little more logical in terms of not pushing too hard. And Ted, one last question. What would be your headline? For example. Եվ վերջին հարցը, Ted, ինչ խորագիր կընտրեիք ձեր ծրագրի համար, որը կպատմեր Հայաստան կատարած այցի կամ այս միջոցառման մասին։ Ենթադրենք դուք խոսափողով կանգնած եք ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ եւ սկսում եք ձեր ծրագիրը։ Genocide Memorial and you're starting your program. Well, I wish I could be more eloquent for you right now, but George Santayana once said, those who do not learn from the... Երանի կարողանային ավելի պերճախոս լինել, բայց Ջորջ Սանտայան է մի անգամ ասել, նրանք ովքեր չեն սովորում պատմության դասերը, դատապարտված են դրանք կրկնելու։
Շատ կարևոր է, որ մենք նայենք այդ դասերին, հայոց ցեղասպանությանը եւ վերջին 1 դարում տեղի ունեցած մյուս ցեղասպանություններին, լայնորեն ներկայացնենք դրանք հանրությանը։ Եթե դրանցից դասեր չենք քաղում, ուրեմն դատապարտված ենք դրանք նորից վերապրելու։ Դա անպատմելի ողբերգություն կլինի։ We do not learn from them, we are doomed to re-experience them. And that would be a tragedy beyond measure. Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։